Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof Պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof Պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։ Բարի լույս, օրդ բարին սկսում է իր աշխատանքը 21 TV-ի եթերում ձեզ հետ ինչպես միշտ մեծ սիրով, ուրախությամբ, դրական էներգիայով լցված Վրեժ Կիրակոսյանն եւ Անահիտ Կիրակոսյանը։ Անահիտ ամեն ինչ ասեց, արդեն բարի առավոտ սիրելի հեռուստադիտող, առաջարկում եմ հենց հիմա գնալ ընդմիջվել տեսահոլովակով արթնանալու վերադառնալ։ Գնացինք, լավ։ Վերադարձանք տաղավար եւ ճիշտ ժամանակն է ասել, որ ապրիլի 27-ից արդեն մեկնարկել է նախադեպը չունեցող մի նախագիծ Երևանի Շարլ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջը սիրո երգերով, Երևանում խորագրով եւ 1 ամիս օրվա ընթացքում 2 ժամ ավտոբուսով շրջելու է Երևանում։ Այ քեզ հետաքրքիր նախաձեռնություն։ Տեսնես ով է Շարլ Ազնավուրի անվան պետական քոլեջը։ Մեր հյուրերը կպատմեն Շարլ Ազնավուրի քոլեջի մասին, ինչպես նաեւ գեղեցիկ նախագծի մասին։ Մեր հարգարժան հյուրերն են ջազ երաժիշտ մայստրո Խաչիկ Սահակյանը, բարի առավոտ, եւ Ազնավուրի անվան մշակույթի եւ արվեստի պետական քոլեջի երաժշտության ամբիոնի վարիչ Մարիամ Հովհաննիսյանը, նաեւ երգչուհի Մարիամ Հովհաննիսյանը, բարև ձեզ։ Բարի առավոտ, բարի առավոտ։ Ինչպես եք։ Լավ ենք, շնորհակալություն։ Ում մտքով անցավ այս նախագիծը իրականացնել, ինչպես եղավ։ Նախագիծը մեզ առաջարկեց Դարի Խողանչի հիմնադրամը։ Մենք սիրով համաձայնվեցինք, որովհետև սա մեր հերթական նախագիծներից մեկն էր եւ երեխեքը մեծ ողջավորությամբ ներգրավվեցին գործիքային արվեստի, երգեցողության բաժնի ուսանողները եւ ամիսներ շարունակ մոտ 2 ամիս պատրաստվում էինք այս նախագծին։ Հրաշալի, մի քիչ կպատմեք ընդհանրապես էմոցիաների մասին, մարդկանց արձագանքի մասին։ Մեզ համար նորություն էր նախ եւ մեզ համար եւ երեխաների համար դա ինչպես պիտի տեղ ունենա, ավտոբուսի մեջ ինչպես պիտի երգեն, ինչպես պիտի նվագեն, ինչ պիտի երգենք։ Նախընտրեցինք երգացանկը, մեզ մոտ շեշտադրվում է հիմնականում Շարլ Ազնավուրի երգերի վրա։ Ուսանողները մեծ հաճույքով եւ այդպես մեծ ողջավորությամբ, անգամ ֆրանսերենի տեքստերը ուսումնասիրելով այդ բարդությունները ընկախտարում, տեքստերը գրում արամասնորեն, այդպես բառերը անգիր անելով եւ այլն, երաժշտական, վոկալ, տեխնիկական բոլոր հարցերը այդպես աստիճանաբար լուծվեցին, արդեն մեկնարկեցինք նախագիծը եւ մեծ հաճույքով սիրով մասնակցում են երեխաները։ Իսկ ինչպես է իրականացվում։ Տարբեր ավտոբուսներ, մտնում տարբեր երիտասարդներ, մեկ ավտոբուս, երկհարկանի ավտոբուս, վերևի հարկում երեխաները այդպես կատարումներով իրենց։ Իսկ ներքևի հարկում զորական այցելուները, թե։ Այո, անվճար է ավտոբուսը, այցելուների հետ շփումով, այդպես հետաքրքիր շրջայցով։ Երկող ուրախ ավտոբուս։ Ուրախ ավտոբուս, այո։ Իրենց համար դա մի նոր ձևաչափ է, որի միջոցով իրենք կարողանում են շփվել նաև հանդիսատեսի հետ, ներկայացնել իրենց։ Իրենք մի ուրիշ տեսանկյունից մեկնաբանում են եւ մեծ ողջավորությամբ են վերլուծում, հետո քննարկում ենք միասին, թե ինչ ստացան այդ ամբողջ ընթացքից, ինչ նոր ձեռքբերում ունեցան մասնագիտական ամենակարևորը։ Ոնց է Անահիտ։ Շատ լավ։ Լավ նախագիծ է։ Պատմիր, ղեկավար ջան։ Նախագիծը իդեպ նախագիծը ասեմ, որ բավականին չարչրկված է եւ երկար պատրաստություն ենք անցել, բայց ամենակարևորը, որ ունի ուսուցողական, կրթական շեշտադրում։ Եվ ինչու՞ չէ նաեւ քոլեջի գովազդի մասին է խոսքը, որտեւ այդ ավտոբուսը Անահիտ քեզ հravirում եմ իդեպ, դու գաս անպայման ամեն օր առանց դադարի 2 ժամ յուրաքանչյուր օր ժամը 15:00-ից մինչև 17:00 ավտոբուսը շրջում է Երևան քաղաքով, երկրորդ հարկում, ինչպես նշեց Մարիամը, երգում են երեխաները, այնտեղ եւս կան նստատեղեր թողնված, մի մասը հանվել է որպեսզի այդ գործիքները եւ այլն կենթանի կատարումներ են բացառապես տեղադրվի, իսկ առաջին հարկում լրիվ պահպանված է, այսինքն նստատեղերը։ Բացի դա կարող են զբոսաշրջիկներ, ազատ քաղաքացիներ, ինքը կանգառներ է անում, կարող են նստել, զբոսնել
փորձն էլ պատտվել։ Գիտես որ այդ ավտոբուսը նաև փող արժի, եթե այսինքն այնպես ինքը պատտվում է, վճարում են, չէ՞, այդ կրկնների կալցոների համար։ Բայց մենք բացառապես այս նախագիծը մտածեցինք, որ այնպես լինի, որ այսինքն օգտակար լինի հանրության, անվճար լինի, բայց էլի կանգառներով ճիշտ կանգնում է։ Իսկ ինչ ուղի անցնում։ Տարբեր ուղիներ են, բայց ամեն առավոտյան, այսինքն մեկնարկը պարտադիր տնում է Ֆրանսիայի հրապարակից։ Գալիս են երեխաները, դիմել ենք դպրոցների, դիմել ենք հատուկ կրթօջախների, մշակութային կառույցների, մանկատների, շուտով կներգրավվեն, որպես իրենք բերեն խմբերով նաև այդ հնարավորությունը տանք այդ երեխաներին եւ հետաքրքիր այսպես շունչ է երևանյան, երաշտական, գարուն է ազդարարում եւ երեխաներն էլ շատ ֆանտաստիկ պրոյեկտ է կարծում եմ։ Շատ բարի, մայստրո ջան, դուք ինչպես եք, կասեք այս նախագիծը ձեզ համար ինչ նշանակություն ունի։ Անկեղծ ասած, այդ նախագծով ոչ սկսվել է, ոչ էլ վերջանում է։ Ահա։ Գործունեությունը բազմաթիվ համերգներ մինչ այդ եւ հուսով եմ նաեւ հետո ես ինձ երջանիկ մարդ եմ համարում, որ շփվում եմ այդ պատանիների երեխա, չգիտեմ, երեխա ասեմ ինչ տարիքի, բայց իրանք ինձ են սիրում, ես իրանց եմ սիրում, մենք ընդհանուր սիրում ենք երաժշտությունը երևի մեծ է սիրում, չգիտեմ։ Դա տեղյակ շատ լավ համերգներ անցան, ամսի 26-ին, 27-ին։ Անշուշտ։ Այնպես որ էլ եմ ասում, այդ նախագիծը ընդամենը մեր կյանքի մի փոքրիկ հատվածն է ընթացքի։ Այ խոսեցիք երիտասարդների մասին, իրենք ձեզ են սիրում, դուք իրենց երկուսով երաժշտությունը, բայց այսօրվա երիտասարդները ինչով են առավել եւ ինչով են թերանում, որ կցանկանայիք փոխել։ Նայեք, եթե իմ սերնդի հետ համատենք, իրանք շատ մեծ առավելություն ունեն ինֆորմացիայի իմաստով։ Մենք ինֆորմացիա մանավանդ սովետի ժամանակում փակ էր ամեն ինչ։ Եվ մանավանդ ինտերնետի բացակայության դեպքում սարսափելի վակուում էր ինֆորմացիայի։ Հիմա յուրաքանչյուր երիտասարդ, յուրաքանչյուր երաժիշտ եւ ոչ միայն միանգամից կարող է ինտերնետում փնտրել իր ուզած դասերը, մաստեր կլասները, չգիտեմ, համերգները, որոնք որ մենք մեծ դժվարությամբ ինչ-որ վիդեո կասետի վրա ճարում ենք, բայց մյուս մեր ժամանակվա առավելությունը մարդկային շփումի շատությունն էր, որ հիմա ցավոք սրտի քչացել է, բոլորը հեռախոսների մեջ են, այսինքն մենք մի հատ լավ կինո կամ լավ համերգ Չիկորեայից կամ ինչ-որ մեկից ճարում ենք ու 7-8 հոգով հավաքվում ենք։ Նայում եք այդ ջերմությունը, ուրախություն այդ հավաքվողի ընտանիքի, որտեղ նեղված, կվան իրանք հագնում գալիս ենք, մենք տեղավորվում ենք ու 3 ժամ ամեն կասետը 3 ժամ էր։ 3 ժամ, ցած ուշադիր նայում ենք, երեք չի մի հատ նորից պատտվում ենք։ Նա որ բոլոր ժամանակները իրանց առավելությունը ունեն եւ իրանց, չգիտեմ, նիդաստատ թերությունները կան, չգիտեմ։ Ես տես չեմ համարում իհարկե դա թերություն, բայց իմ բնակավարի, մեր բնակավարի ամենա լավ բանը այնա, որ մենք այդ երաժշտության մեջ ենք։ Հիմա առաջ կլինի, նոր կլինի, հետո կլինի, այդ երաժշտությունը իմ կարծիքով մանավանդ այդ երաժշտությունը, որ մենք ենք պրոպագանդում, սիրում, ինքը խաղաղության, բարիության մասին է ընդհանրում։ Ջազային երաժշտությունը ընդհանրապես տենց է։ Այսինքն ջազային երաժշտության տակ շատ պետք է ուշադիր լինես, որ ինչ-որ կռիվ ստեղծես կամ մի բան արի, հնարավոր չի ուղղակի, էլի։ Ինչ լավ ասացիք։ Ոչ կարելի Ամստրոնգի կամ Ֆիցջերալդի տակ իրար ծեծել, բան հնարավոր բան չէ։ Երաժշտությունն ինքնին հուշում է հանգստություն։ Գիտեք, հենց այդպես բարիության, սիրո մթնոլորտում են անցնում մեր փորձերը։ Ես ուզում եմ անպայման նշել, որ մայստրոն այնպիսի միջավայր է ստեղծել նվագախմբի եւ երգողների միջև, իրենք այնպիսի ոգևորությամբ են մասնակցում փորձերի ու այնպիսի սիրով, եւ դա ոչ միայն քոլեջում, այլ իրենց մոտ ձևավորվել է արդեն իրենց մասնագիտության հանդեպ այդ վերաբերմունքը, սերը, նվիրումը մի ուրիշ տեսակի հոգու ներաշխարի հետ աշխատանք է տարվում, մայստրոին անչափ են սիրում երեխեքը, մենք իրեն ամբողջ մեր անձնակազմով ենք շատ սիրում, բացի երեխաներից, իր ստեղծած մթնոլորտի եւ սիրո համար ամենակարևորը։ Եվ ցանկացած ծրագիր, պրոյեկտ, որի մեջ որ աշխատում են երեխեքը, իրենց համար այդ փորձերի շրջանը, որ անցնում են, ամենաուրախ,
ամենահաճելի իրենց շրջանն է, մինչև նաև այդ Համատեղել եք երկուսը մեկում, այսինքն միևնույն նրանք ստանում են գիտելիք, ստանում են փորձ, բայց այդ ամենը այնքան հաճելի ֆոնի վրա է, որ խաղի ձևով ասում են ինչ լավ է երգելու ենք։ Բայց ես ասեմ, բացի այդ հստակ ավտոբուսը կարելի է նաև ֆլեշմոբեր անել, տարբեր ավտոբուսներ ներխուժեն ու երգեն։ Կարող են նաև դա եւս անենք, բայց անայդ մի հետաքրքիր բան ասեմ եւս մեր հետ կապված մայստրոյի նվագախումբը ինդիվիդուալ է եւ օրինակ ասենք այլ հաստատություններից վերջերս մեզ դիմում են որպեսզի համագործակցության ձևով համերգներ լինի երբեմն եւ իրենց մոտ սովորող օրինակ եթե իրենք վոկալ արվեստ է իրենց մոտ եւս դասավանդվում իրենց ուսանողները եւս հնարավորություն ունեն մեկ անգամ այդ նվագախմբի հետ իդեպ ելույթ ունենալու եւ ասեմ որ շատ ճկուն նվագախումբ է կարևորը եթե այլ ուսումնական հաստատություններ ունեն միայն դասական օրկեստրներ չէ ունեն միայն այսինքն ժողովրդական ժանրի օրկեստրներ նվագախումբը որը որ մայստրոյի կողմից ղեկավարում ինքը ճկուն է բազմաժանր տարբեր ոճերի բազմաժանր է բայց պրոֆեսիոնալ է ամենակարևորը այսինքն երբեք չենք շեղվում այդ դասական կարգավիճակից այն ժանրը որը որ ընտրում ենք եւ այ հետաքրքրությունը սրա մեջ է նաեւ ու ասեմ որ այո երեխաները հաճույքով վազում են գնում են եւ ասում են իմիջիալոց շատ են ուսանողները պատկերացեք բոլորը չեն կարող հնարավորություն չունեն իհարկե բենդով երգելու նվագախմբով եւ բոլորը ուզում են որ անպայման հասնեն դրան որ անպայման մայստրոյի կրակների մեջ ներկան եք փորձասենյակում միշտ բազմաթիվ իմիջիալոց եթե չեն երգում ներկա են իրենք հեշտերը գնում են ներկա են գտնվում որ այդ ամենը բազմազան այդ ճկուն նվագախմբից խոսեց պարոն Կիրակոսյանը մենք պատրաստում ենք նաև Խաչատուր Ավետիսյանի երգերի համերգային ծրագիր ջազ նվագախումբը նվագում է արդեն Խաչատուր Ավետիսյանը շատ հետաքրքիր է ստացվում այդ ամբողջը իհարկե մայստրոյի ծրագիրն է օրինակը մեր Խաչատուր Ավետիսյանի ծրագրի մասին ենք խոսում մայստրո եւ դա եւս չէ ինչ որ նոր մեզ համար մենք մինչ այդ ճիշտ եք ասում չենք անդրադարձել ժողովրդական երաժշտությանը ավելի շատ անում ենք տարբեր օրինակ բրազիլ երաժշտություն ջազային երաժշտություն Բաբաջանյան կոմպոզիտորների երաժշտություն այդ թվում նաեւ Բաբաջանյան համարյա մի տարի երևի համերգային շարք ազնավուր դե բնականաբար արդեն անունը քոլեջի ենթադրում է որ առանց ազնավուր հնարավոր չի եւ վերջապես որոշեցինք անդրադառնալ նաև Խաչատուր Ավետիսյանի երաժշտությանը, որը ես կոնկրետ չեմ համարում այդ ստիլիստիկ իմաստով ժող երաժշտություն, ոնց որ մեր մոտ տպավորված է, որովհետև Խաչատուր Ավետիսյանը կարա լինի եւ էստրադային, եւ ժող, եւ նույնիսկ ջազային երանգների տակ, ինքը այդտենց իմ համար շատ առանձնահատուկ կոմպոզիտոր է, որի երաժշտությունը բոլոր ժանրերի բոլոր կատարողների, եթե նայենք ով է կատարել, ասենք Արտուր Իսպիրյան, Ռուբեն Մաթևոսյան, Էրնա Բաշյան, տարբեր Էլվինան Մակարյան, հա բոլորը իրանց ձևի մեջ կարողացել են ուրեմն արտահայտել Խաչատուր Ավետիսյանի երաժշտությունը եւ մենք որոշեցինք վերջապես անդրադառնալ այդ հրաշք երգերին, որը ինձ համար էլ նույնիսկ ես ինձ համարում էի գիտակ, ես իր որդու հետ եմ շատ մտերիմ, իրենց տանը ժամանակի շատ եմ եղել բան, բայց հիմա նոր հայտնաբերեցի ինչքան գանձեր ունենք։ Հուսով եմ, որ մոտակա ժամանակներում արդեն կսկսենք այդ շարքը համերգների Խաչատուր Ավետիսյանին նվիրված մեր մոտ էլ նույն ձև, ոնց որ ասեցի կատարողներին տարբեր ոճային կատարողներ են, ջազային, ժող, ու բոլորը միավորվելու են այդ մեծ գաղափարի շուրջը, որը էլի եմ ասում նորին մեծություն երաժշտությունն է, ամեն դեպքում կլինի Խաչատուր Ավետիսյան, Շարլ եւ այլն եւ այլն։ Շնորհակալություն անչափ հրավիրենք իհարկե սիրով մեծագույն սիրով եւ մասնակից կլինենք եւ կլսենք ու կարծում եմ այսօր հեռուստայտողներից շատերը եթե ապագա ուսանողներն են արդեն ցանկացան գալ այս քոլեջում սովորել քոլեջից հետո էլ ընդգրկվել այսպիսի նախագծերում ու ծրագրերում թող միայն կանաչ ճանապարհ լինի վստահ եմ որ առաջիկայում դեռ շատ բաներ եք իրականացնելու ու բրավո ձեզ ձեր կատարած աշխատանքի համար շնորհակալություն շատ
Առիթից օգտվելով ես եւս ուզում եմ շնորհակալություն հայտնել իմ գոլեգաներ այսօր առավոտ մեզ հետ կիսելու համար ձեզ մաղթում եմ համբերություն ամենակարևորը եւ անկոտրուն աշխատանք որը որ դուք անում եք Անահիտ արվեստի մարդիկ ովքեր որ ինձ կհասկանաս ովքեր որ զբաղվում են դասավանդմամբ երեխաների կրթության գործով նրանք նվիրյալներ են եւ շատ ծանր է իրապես պատկերացրեք մայստրոյի համար որպես պրոֆեսիոնալ մեկ այսպիսի դրվագ եմ ուզում ձեզ բերեմ օրինակ տեսեք երեխաները մեզ մոտ մշտապես չեն մնում իրենք գալիս են սովորում են այդ ընթացքում այդ երգերը պարապում են սովորում են եւ հետո ավարտում են իրենք գնում են իհարկե մենք ավարտողներից եւս հրավիրում ենք բայց ոչ բոլորին բայց նորից հաջորդ սերունդն է գալիս դու նորից այդ սերունդին զերոյից պետք է սովորեցնես նորից այդ պրոֆեսիոնալիզմը տաս նորից գնա այսինքն այն ծով համբերության աշխատասիրության այդ ամեն ինչի մեջ պետքա այսպես չգիտեմ ինչ որ մի բան պետքա գտնես որ անես անընդհատ հենց այդ բառն էլ ուսուցիչ դասախոսն է եւ նվիրյալները վրեժան կոտուլատրությամբ ուրեմն որ ասում եք գալիս գնում գալիս ամեն ավարտելու հետ մենք ասում ենք օй սա գնաց մեր տաղանդավոր երեխեքը ինչ ենք անել դե ես կոնկրետ բենդի մասով ինձ եւ բաս գիտարիստը պետ եւ գիտարիստ եւ keyboard նվագող եւ երգիչ եւ այլն ու ամեն տարի հաջորդ տարին նորից ծնվում են մեր հերթական տաղանդները ինչ եմ ուզում ասեմ որ այս հողը տաղանդներ տնող հողը իսկականից տենց է հետո մատակարարում են չգիտեմ Ռուսաստան Ամերիկա արդեն երևի ուրիշ թեմա բայց միևնույնն է արտադրում ենք բայց որ հետո նորից են հայտնվում այդ զարմանալի է իսկականից տենց է այդ քանակությամբ տաղանդներ որ ասում են ոնց է ափսոս գնաց այլ գնաց մեր լավ երեխեքին բոլորը գիտեն հիմա իրանք տարբեր տեղերում նվագում են ու փառք Աստծո նորից հայտնվում են դες իհարկե շնորհակալություն քոլեջում տենց ուրախ ու լավ աուրա ստեղծելու համար պարոն Կիրակոսյանին ինձ համար որը էլի շատ կարևոր է որտեվ եթե չլինի այդ աուրան այդ մթնոլորտը չլինի լինի տենց զուտ դասական հաստատ չի ձևավորվի տենց բայց ինքը մենք չենք կարող այդ երաժշտությունը ստանանք Դες շատ շնորհակալություն։ Ինչ պետք է անենք, գնանք ուրախ ավտոբուս վայելենք մեր հրաշալի ուսանողների, երգերը հրաշալի պրոֆեսիոնալ երաժիշտներին։ Շնորհակալություն անչափ, որ այս առավոտը եկաք ու նաև մեր տաղավարը դարձավ մի ուրախ ավտոբուս։ Ձեզ լավ օրվա շարունակություն։ Սիրելի հեռուստադիտող, եթե փողոցում Երևանի տեսնեք մեծ լոգոտիպով Շարլ Ազնավուր քոլեջի այդ պաստառներով ավտոբուս, ապա իմացեք, որ դա անվճար է եւ երաժշտությունը հնչում կարող եք մոտենալ, նստել, շրջել, ինչպես նաև ձեր փոքրիկներին վերել եւ Իսկ եթե տեսնեք Ռեժին Կիրակոսյան, իմացեք, որ այդ քոլեջի տնօրենն է։ Այսօրվա համար նախատեսնենք այսքանը, մնացեք բարով եւ գնացեք ու գտեք ուրախ ավտոբուսը։ Լավ եղեք, լավ էր բոլորիդ։ Ռեժին together, dancing cheek to cheek. Oh, I long to see the sunlight and to reach the highest peak, but I don't enjoy it half as much as dancing cheek to cheek. Whoa, 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 whoa! I love to see the sunlight in the embers of the week, but I don't enjoy it half as much as dancing cheek to cheek. Now, mama, dance with me. About you, the charms about you will carry me through to heaven. I'm in heaven, and my heart beats so that I can hardly speak. Unbelievable beats seem to vanish like the happiness I see. Well, we're all together.
Այսօր ձեզ ենք ուզում ներկայացնել Prof պատուհան ընկերության արտադրանքը։ Ընկերության պատուհանների ձայնամեկուսացումը ապահովում է արտաքին աղմուկի մինչև 30-ից 40 դեցիբել նվազեցում։ Այլ կերպ ասած, փողոցային երթևեկության բարձր դեցիբելային աղմուկը վերածվում է գրադարանային շշուկի, իսկ ջերմամեկուսացման ցուցանիշները թույլ են տալիս նվազեցնել ջերմության կորուստը մինչև 50%, որը իր հերթին բերում է ջերմության ծախսերի խնայողության։ Ընկերության կողմից կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաները ապահովում են մինչև 50 տարի առանց որևիցե ֆունկցիոնալության կորուստի շահագործում։ Տեղադրումը իրականացվում է բարձրակարգ մասնագետների կողմից, որոնք նախապես կիրականացնեն անվճար չափագրում եւ խորտատվություն։ Այս ամենը իրականություն դարձնելու համար զանգահարեք 094 19 19 51 հեռախոսահամարով, կարող եք նաեւ գրել մեր Instagram-յան կամ Facebook-յան էջին։ Prof պատուհան, հուսալիություն, որին կարող եք վստահել։